ծեծել էին իրար, գլուխներ վնասվել, տեղափոխվել է հիվանդանոց։ Երևանի Աջափնյակ համայնքի թիվ 122 դպրոցի փոխտնօրեն Սաթենիկ Վարդանյանը մանրամասներ է պատմում դպրոցում այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպի մասին։ Որոշ մանրամասներ սակայն բաց է թողնում։ Մեզահազանգած քաղաքացին պատմել էր, որ դպրոցի միջանցքում բութ գործիքով են հարվածել 15-ամյա տղային։ Փորձում ենք տեղեկությունը դպրոցի փոխտնօրենից ճշտել։ Սաթենիկ Վարդանյանը վստահեցնում է միայն ծեծկռտուք է եղել։ Դե մենք շտապօգնություն ենք դիմել, շտապօգնությունը երեխային տարել է հիվանդանոց, վնասվածք իհարկե ունի, երեխայի վիճակը ընդհանուր ծնողի հետ կապի մեջ եղել ենք ընթացքում, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։ Մինչդեռ մեր տեղեկություններով 9-րդ դասարանցի երկու աշակերտների միջև տեղի ունեցած ծեծկռտուքում տղաներից մեկը փայտե մուրճով հարվածել է մյուսի գլխին։ Դրա հետևանքով աշակերտը գլխի շրջանում պատռվածքով հոսպիտալացվել է։ Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ առավոտյան ժամը 10:20-ի սահմանում ահազանգ են ստացել։ Պատրաստված թղթերը փոխանցել են քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել անչափահասի առողջությանը ծանր վնաս հասցնելու հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։ Ինչից է առաջացել դեռահասների միջև վիճաբանությունը, փոխտնօրենը մանրամասներ չի հայտնում։ Միայն վստահեցնում է իրենցից հասնող ամեն ինչ արել են, դպրոցն էլ վերադարձել է բնականոն աշխատանքի։ Միջադեպ տեղի է ունեցել առաջին եւ երկրորդ դասաժամերի արանքում, այսինքն դասամիջոցին։ Միջադեպի առաջին իսկ վայրկյանից տեղեկացրել ենք սովորողների ծնողներին, երկու կողմին էլ պատկան մարմիններին։ Այս պահին իրավիճակը լիարժեք վերահսկվում է, այլևս մեր կարգավորման դաշտում չէ, դրանով զբաղվում են պատկան մարմինները։ Այս պահին հանգիստ է, երեխաներից երկուսից էլ տեղյակ ենք, ամեն ինչ վերահսկվում է։ Փոխտնօրենն ասում է տեղի ունեցածն աննախադեպ է, իրենց համարել է շոկային։ Բնավորությամբ ցանկացած ինչպես այսօրվա 9-րդ դասարանցի ակտիվ են, բայց երկուսն էլ նորմալ, լավ, ադեկվատ երեխաներ են։ Առաջին անգամ էր նման բան, մեզ համար եւս անսպասելի, սովորաբար դասապրոցեսը լիարժեք ընթանում է, խաղաղ հանգիստ, նման միջադեպեր չէին եղել։ Վերջին շրջանում ամենօրյա լրահոսի անբաժան մասն են կազմում երիտասարդների շրջանում ագրեսիայի նման դրսևորումները։ Ցավոք, որոշ դեպքերում դրանք նույնիսկ ողբերգական ավարտ են ունենում։